Ֆորումի հիմքում ակադեմիական քաղաք Հայաստան ծրագրի տեսլականն է, որը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական հանձնառությունը ձևավորելու բարձրագույն կրթության և գիտության համար համաշխարհային մակարդակով մրցունակ էկոհամակարգ, դիրքավորելով Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության և գիտելիքի կենտրոն։ Բացման արարողությանն ունեցած իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձավ այս տարվա տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներին զուգահեռներ անցկացնելով ակադեմիական քաղաքի գաղափարի հետ։ Այս տարվա Նոբելյան մրցանակը հազվագյուտ եւ արժանի նոտա է ուղղված եւ նշանավորելով նրանց, ովքեր խորացրել են մեր ըմբռնումը նորարարության, ինստիտուտների եւ ստեղծագործական ոչնչացման դինամիկայի վերաբերյալ։ Կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց։ Եվ այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում։ Նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում ներկայացնելով ակադեմիական քաղաք ծրագրի գաղափարը, տեսլականն ու անելիքները, նշեց, որ վերջին տարիներին պետությունը կրթության ոլորտում մշտապես ավելացնում է ներդրումների չափը, իսկ այս մեգա ծրագրի համար հաջորդ տարի կանի ռեկորդային չափերի հասնող ներդրում։ Նրա խոսքով այս ծրագրի մեջ քաղաքն ուղղակի բառ չէ, այլ այն հղում է հենց քաղաքին, որի մեջ կներառվեն ճանապարհներ, այգիներ, սպորտային և մշակութային ենթակառուցվածքներ լայն հնարավորություններով։ Ծրագիրը նաև խոշորածավալ շինարարության ու առաջին հերթին բովանդակության մասին է, որին էլ հարմարեցվելու է ենթակառուցվածքը։ Այդ բովանդակության էությունը մրցունակ եւ բարձրորակ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն է, որն առաջին հերթին հանրային բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների բարեփոխման օրակարգն է ձևակերպում։ Ու ես չափազանց ուրախ եմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքն առանձին հոդվածով անդրադառնում է ակադեմիական քաղաքին, սահմանում դրա նվազագույն կարգավորումները։ Օրենքը նաև միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության ինստիտուցիոնալ հիմքերն է դնում, լիցենզավորման եւ հավատարմագրման նոր չափանիշներով։ Հաջորդիվ տեղի ունեցավ պանելային քննարկում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի, ինչպես նաեւ մի շարք երկրների կրթության եւ գիտության ոլորտները համակարգող նախարարությունների պատվիրակների մասնակցությամբ։ Ապա հայ եւ վրաց նախարարները համատեղ ճեպազրույց ունեցան։ Անդրեասյանը նախ խոսեց ծրագրի առաջին փուլում նախատեսված անելիքներից։ Առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը ես իրատեսական եմ համարում։ Ուզում եմ հիշեցնել, որ առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական բուհը կլինի ակադեմիական քաղաքում։ Մենք ունենանք շուրջ 3600 ուսանողների եւ ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Կառավարության խոշորագույն ծրագիր համարվող ակադեմիական քաղաքը Անդրեասյանի խոսքով ունի մեծ պոտենցիալ Հայաստանը վերածելու գիտելիքի եւ նորարարության տարածաշրջանային կենտրոնի։ Դրա լայն մեկնարկն ենք տալիս, ներգրավելով նաեւ մեր միջազգային գործընկերներին եւ տեսնում եք, որ բավականին լայն հետաքրքրություն կա եւ մեծ մասնակցություն կա։ 2 օրերի ընթացքում մենք քննարկելու ենք ամենատարբեր բաղադրիչները ու հույս ունեմ, որ սա համադրվելով նաեւ հանրային արշավի հետ, որտեղ այս օրերին հոկտեմբերի ընթացքում ակադեմիական քաղաքը այցելում է մեր երկրի տարբեր քաղաքներ։ Այսպիսով երկօրյա համաժողովին մասնակիցները կանդրադառնան բարձրագույն կրթության համաշխարհային միտումներին, ակադեմիական ոլորտի թվային փոխակերպմանը, տարածաշրջանային զարգացման գործում համալսարանների դերին, կրթության եւ համապատասխան ոլորտի միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ շարունակական կրթության հեռանկարներին։ Տիգրան Օվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։